Բարև ձեզ, ես Ֆարադեի, ոչ, ես կերպարանափոխվել եմ։ Բարև ձեզ, ես Ֆարադեի Ֆարմանյանն եմ։ Բարև ձեզ, ես Ֆարադեի Ֆարմանյանն եմ։ Ես գիտական աշխատանքների հեղինակ եմ։ Այո, ես մեծ ներդրում ունեմ քիմիայի ասպարեզում։ Իհարկե, ես գործնական Ես պետք է շուտ լսած լինեի տուխինեի եւ կերպարանափոխվեի։ Գուցե այդ ժամանակ ես կարողանայի Անուշի սիրտը գրավել ու ես կարող էի ազդել նրա հոգու նուրբ լարերի վրա։ Ֆարադեյ։ Այո։ Այ քեզ բան։ Էս ինչ կերպարանափոխություն է։ Ես իմ կյանքի երկրորդ փուլն եմ վայելում ու վայելում եմ ամեն մի վայրկյանը։ Իսկ ինչ մեղու է քեզ գծել, որ անցել ես կյանքիդ երկրորդ փուլ։ Ինձ մեղու չի գծել, ինձ դուխիկն է օգնել, որ ես կերպարանափոխվեմ։ Ապրեք, շատ ապրեք, դու էլ դուխիկն էլ մեծ հայրենանվեր գործ եք արել, ապրեք։ Իսկապես։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու այդպիսի լավ խոսքեր շռայլեցիր իմ հասեին։ Այս ինչ էր, ձուկ, այս ինչ փորձանքի մեջ է, այս ինչ հոտ էր։ Լավ, արի մտնենք դպրոց տեսնենք ես ինչ փորձանքա տեղում գլխիդ։ Վան, ես կարծում եմ, որ կարծես ես փորձանքի մագնիս լինեմ, բոլոր փորձանքները քաշում եմ ինձ։ Լավ, Ֆարադեյ կլինի այդ կաթետրը երակից մեջից հանես, այն մնացած արուն էլ ինձ թողնես։ Հերիքա նվնվաս։ Չէ, միևնույն է, դու ինձ չես հասկանա։ Լսի, մի հատ կլինի ես վիճակիցը դուրս գաս գնանք դպրոց քեզ կարգի բերես։ Aš զարմանում եմ մեկ-մեկ ո՞նց ես դու բանակում ծառայել։ Պատվով, բոլոր հրամանատարները ինձ սիրում էին։ Հա, ով գիտի անունով էլ երթվում էին։ Դու հիմա կատակ ես անում, բայց իրականում հենց այդպես էլ եղել է։ Ներս գնա։ Ձուկը։ Արագացրեք, բոլոր պատուհանները եւ դռները բացեք, այս զզվելի հոտը վերան, արագացրեք, շուտ արեք։ Արագացու, շուտ արա, քիթս էլ չի դիմանա։ Կրչանեսի հոտը գալի եկեք բոլորով դասանից դուրս գանք էլի, այս հոտի տակ դասան էլ չի լինի ախր։ Ուր գնաք։ Գնաք մյուսների դասն են խանգարեք, ոչ, ինչպես է շիլաշփոթը։ Ստեղծել եք, այդպես էլ կվայել եք։ Բայց ինչի տիկին Մկրտչյան, խնդրում եմ էլի դուրս գանք, այս դասարանի կողքի պատի մոտ կշարվենք էլի, հաստատ ոչ մեկի չենք խանգարի։ Հեսա հոտը շորերիս է կպնելու։ Շատ էլ լավ կլինի։ Սա ձեզ բոլորիս ասում է, այս հոտը ձեր բոլորի վարքագծի իրական պատկերն է։ Բայց ինչ եք տենց արտահայտվում, տիկին Մկրտչյան։ Լրիր հանդուգն։ Դու դեռ համարձակություն ունես խոսում ես։ Ում նախաձեռնությունն էր սա։ Ով էր ձուկը բերել դասարան։ Միքայել դու ես արել, ճիշտ է։ Նմանատիպ բոլոր գործերի հեղինակը միշտ դու ես լինում։ Տիկին Մկրտչյան, մի ինձ նայեք, ես նման եմ այդպես մարդու, որ ձուկ կդներ ձեր պայուսակի մեջ։ Այո։ Դու հենց իմացար մենք գրավոր ենք գրելու։ Շատ արագ կազմակերպեցիր այս սրիկայությունը։ Անամոթ, գիտես չեմ հասկանում։ Դուք հասկանում եք, որ հենց հիմա ինձ զրպարտում եք։ Ոչինչ, ժամանակը կգա, դուք կհամոզվեք, որ ես ոչ մի կապ չունեմ այս դեպքի հետ ու ձեզ շատ վատ կզգաք, բայց արդեն ուշ կլինի, որովհետև ինձ արդեն նեղացրած կլինեք։ Սիրտս արդեն խառնում է այս հոտից։ Ուր ես գնում, նստի տեղդ։ Գնում եմ պատուհանի մոտ մաքուրոտ շնչեմ։ Ոչ մի դեպքում նստիր տեղդ եւ շնչիր։ Շնչիր եւ արտաշնչիր։ Խորհուրդ կտամ խորը շնչես։ Ինչ ես անում, Ռիբոկ։ Չես տեսնում ինչ եմ անում, օծանելիքս եմ հանել, ցանում եմ, որ այս անդուր հոտը գնաց տեղի։ Մի արելի աղբոր պես ավելի լավ ես պտատ ձկավ հոտը զգան կատես դուխու։ Ձայներիդ կտրեք։ Էդ է լավությունը։ Ոչ մեկ տեղից չշարժվի։ Իմ այդ հանկարժեք պայուսակը։ Այս ինչ եք արել դուք իմ պայուսակի հետ։ Ես խոսք եմ տալիս։ Այս անգամ դուք իմ ձեռքից չեք պրծնի։ Ես շատ արագ կգնամ տիկին Լանջունու մոտ եւ կպահանջեմ, որ լուծի ձեր հարցը։
Ես ձեզ խոսք եմ տալիս։ Եղկալա։ Արա չոք ճիշտ ասես դու ես արել։ Չէ, այ ախպեր։ Բա ով տղեկ։ Ախպերը հաստատ եսը չեմ բերել։ Ես էլ չեմ։ Բա ով ա բերել։ Ինչ ես վրես նայում, ասացի ես չեմ արել։ Ես ինչի պետք է անեմ առանց ձեզ տեղակ բայլու, կամ որ անում եմ ձեզ տեղակ եմ պահում։ Ուզում ես ասես այդ զուգը տես ցավակ ջերով եկավ մտավ տիկի Մկրտչյանի պայուսակ, հա? Որ ճիշտն ասեմ, երբ որ Մկրտչյանը այդ պայուսակից զզվանքությունը հանեց, ինձ մի բառ տված ջոփի մուրազիկն է։ Բերանդ խերով բացի։ Ես իմ ձուկոին նենց եմ պահում, որ սենց օրը չընկնի։ Լավ երեխեք, հանգստացեք մի հատ, պանիկա մի արեք։ Եկեք մի հատ հասկանանք, ով արել է ամեն ինչը, որովհետև մենք բոլորով միջանցքում էինք։ Դասարանում մարդ չի եղել։ Այսինքն մեզանից ոչ մեկ այս ամեն ինչի հետ կապ չունի։ Ուզում ես ասես ոնց ուրիշ ինչ-որ մեկն է, հա բերեք ցտիկ։ Կարա լինի։ Բայց ում կարող պետք լիներ տենց բան։ Ուրեմն ինչ որ մեկին պետք է եղել, որ արել է։ Բայց ում, կամ ինչի համար։ Վարադե, ես ինչ եղել։ Ես ինչ հոտա գալի վրից էդ, մազերդ ինչ է այսպես խառնված, ես ինչ է եղել, ով արե։ Մկրտչյանը։ Չէ, չի կարող պատահել։ Սա ուսուցչի ձեռքի գործ չէ։ Վանջան ճիշտ է ասում։ Դե նախնական տվյալներով հա, բայց պիտի մի հատ ճշտենք 100%-ով թե 11-այում ինչա տեղի ունեցել։ Ինչև այդ ինֆորմացիան ստույգ համարել չենք կարող։ Թորոսես։ Շահնազարյան ջան, ես լա հեչ։ Դու են ասա, այդ ոնց է եղել, որ սենց է եղել, որ այսպես է եղել։ Ես ասեմ, Շահնազարյանի հետ կանգնած զրուցում էինք, մեկ էլ այս զուգը վերևից ընկավ ուղիղ գլխիս, ու հետո ես վերև նայեցի, տեսա, որ Մկրտչյանն էր։ Լսում եմ։ Ինչ ա եղել։ Եթե պետքա կարող հենց հիմա էլ գամ։ Վարադե ջան, դու ասում փառք դուր, որ գլխիդ ձուկ անգել, թե չի Արևշատյանի դասարանից ինչ ասես կարող են գնալ գլխիդ։ Վայ Վարադե, եղբոր նման գրահագրայի ինքնամակրվիչ։ Ճիշտ ասում, գնա օճառը լվացվի, օճառը որ չօգնի, կգաս ժավելի սպիրտ կտամ, կցանես կանցնի գոնե, գնա։ Վայ գնա ինչ ես կանգնե։ Ես խեղճի գլխին գիտես ինչ օիններ ա դրել է Արևշատյանի դասարանը։ Ինքնավոր դիմանում ա, մի ուրիշը անմիջապես կազատվեց։ Այս թորս մտածում եմ, ասում եմ, լավ, դենաս ինչ այլ է, որ ձուկը հնգեսնու տախին, հա։ Չգիտեմ, բայց այս պատմությունը ոնց որ թե իրա նախապատմությունն ունի։ Լավ, կոյն ես վազդեմ խանութ, այդ համետա լավացող մոխրոք նյութեր բերեմ, թու եսի լավացվի, բերի շոխոտ ա կալում, Գնա, չուշանաս։ Վայ թորս վանատետ կոյն ու կա, ես եմ է տրնով էտ։ Վայ գնա, շուկարա։ Լավ պրծանք։ Վայ։ Դե լավ, ոչինչ, շեֆ ջան, տենց մի նեղվի։ Դրանք սաղ լուծվող հարցեր են։ Հետո ասեմ, հո միշտ առողջ չես լինելու։ Օրերից մի օր էլի կհիվանդանաս, չէ։ Ու ով գիտի, մարդ ես, կարող է մի օր էլ Մարինյա ձեռքով քեզ դեղ տա։ Սրանն է, որ համ եղում է, համ դեղում է։ Դե շեֆ ջան, նենց բաներ եմ ասում, որ համ էլ քո տրամադրությունը բարձրանա։ Հա, շեֆ ջան, հաճախորդները արդեն կանչում են, լավ, հետո կխոսենք։ Ամեն ինչ համար շնորհակալ եմ Արմեն ջան։ Լավ, առայժմ։ Քեզ ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ուղղակի որ լսում եմ ոնց ես այդ Մարիիդ համար տառապում, այն Մարիը, որ քեզ իմիջիալոց ճանկի տեղ չի դնում, ներաշխարհս խառնվում է իրար։ Դու քեզ կոտորում ես այդ աղջկա համար, իսկ ինքը քեզ արհամարում է, բայց դու իր մասին խոսելուց երջանկությունից քիչ ամնում ուշաթափվես։
Նենց ես խոսում, ոնց որ ես միջ գանձ լինի։ Հա, բա, գանձերս են, ամինքը Ամերիկա։ Իմ գանձերն են, բացի իրանցից այս աշխարհում ես էլ ոչ մեկի չունեմ, Լիդիա ջան։ Դու նաև ինքնասիրություն չունես, ոնց պարզվում է։ Ու խնդրում եմ, 1000 անգամ ասել եմ, Էրիկիս Մարիի հետ մի նախադասության մեջ մի դիր։ Լավ, ավելավա սուս մնամ։ Վիճելու հավես չունեմ։ Ես չեմ վիճում, ես ճիշտն եմ ասում։ Ճիշտ է նա, որ ես ինչին արժանի եմ, ես ստանում եմ Մարիից։ Այդ երեխան մեղավոր չի։ Ես եմ մեղավոր։ Հա, լավ, պաշտպանի, դու լավ պաշտպանի։ Դու ավելավա գնա դուրը բաց։ Արմենը մեր համար ուտելիք ավարկել։ Գնա սեղանդի նորմալ մարդավարի հաց ուտենք։ Մալաջից Արմեն։ Դուք հասկանում եք, այս դասարանում ոչ թե երեխաներ են սովորում, այլ վիքինգներ։ Իրենց մտքում միայն մեկ միտք է պտտվում, ինչպես խանգարել դասը։ Տիկին Մկրտչյան, խնդրում եմ, ձեզ պետք չէ չափազանցնել։ Նրանք բոլորը երեխաներ են, պարզապես երեխաներ։ Խնդրում եմ, մի պաշտպանեք այդ անդաստիարակներին։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Մկրտչյան, այդպես պետք չէ արտահայտվել։ Նրանք անդաստիարակ չեն։ Ձեր նրանց պաշտպանելը ինձ էլ ավելի է հունից հանում։ Դուք հասկանում եք, նրանք փչացրել են իմ ամենասիրելի բրենդային պայուսակը։ Ախր դուք հիմա ինչ-որ մանր ֆինանսական բաների մասին եք խոսում։ Արդյոք արժե դրա համար վիրավորել երեխաներին։ Ձեզ համար գուցե մանր է, բայց ինձ համար իմ 1 ամսվա աշխատավարձն է։ Ես ձեզ խոստանում եմ, եթե ապացուցվի, որ նրանք մեղավոր են, ես այդ նույն պայուսակից ձեզ կգնամ եւ կվերադարձնեմ։ Ուրեմն դուք դեռ կասկածում եք, որ այս ամենը ձեր դասղիկական դասարանի աշակերտների ձեռքի գործն է։ Տիկին Լանջունի, ես պահանջում եմ, որ դուք ամենայն խստությամբ պատժեք այդ աշակերտներին։ Իմ համբերության բաժակը լցվել է։ Ես նվախում եմ, իսկապես նվախում եմ։ Ինչպես կարելի է նման ուսուցչին այս վիճակին հասցնել։ Վերջ, ես այդ դասարանի հարցը կդնեմ քննարկման։ Սա պարզապես հրեշավոր արարք է նրանց կողմից։ Այսօր իմ համբերության բաժակը լցվեց։ Ախր չի կարելի երեխաներին անընդհատ մեղադրել, պատժել։ Նրանք պարզապես երեխա են։ Եթե նույնիսկ երբեմն սխալվում են, մենք պետք է ներողամիտ լինենք, փորձենք նրանց դրության մեջ մտնել եւ վերջի հասկանալ, թե որն է նրանց սխալվելու պատճառը։ Եվ Տիկին Աջունի, ընդունեք, որ մենք ենք նրանց համար օրինակ ծառայում։ Ես ինչ-որ չեմ մտաբերում, որ նման վարք դրսևորած լինեմ։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Մկրտչյան, ես վստահ եմ, որ դուք հասկացաք ես ինչ նկատի ունեի։ Վերջ, այլևս լսել չեմ ուզում։ Մենք հենց հիմա կգնանք եւ ամեն ինչ կպարզենք։ Դա վիդեո չեմ կարող պատկերացնել այս դեպքը ինչի հետ կարող կապ ունենալ։ Ում հարցնում ես, ասում եմ ես չեմ բերել այդ ձուկը, բայց ո ինքն իրան ոչ չարավ եկավ դասարան։ Նույնիսկ ես էլ եմ դες մտածում։ Հաստատ այդ ձուկը ինքն իրան չէր կարող մտնել Մկրտչյանի պայուսակի մեջ։ Ինչ որ մեկը անենա, բայց չի ընդունում, որ ինքն է։ Հա, բայց ով ում կարող պետք է ներ այդպես բան։ Բարև տղեկ ջան, ես ձեզ եմ փնտրում։ Բարև ջան, ես ինչ ես անում ստեղ։ Ձեր սննդի մատակարարման տենդերը ես եմ շահել, այսօրվան ձեր բուֆետը ես եմ աշխատացնելու։ Բա շատ լավ ջան, շատ ուրախ եմ ախպերս, ուրեմն շուշուտ կտեսնվենք։ Բա Ջորջը ոնց է, վաղուց չեմ խոսա հետ։ Լավ է Միշո ջան, 10-ից հետո մի հատ երեխեքով կարա գաք բուֆետ, ձեր համար անակնկալ ունեմ։ Անպայման ջան, եթե պետքա կգանք պարտադիր։ Դες յո կսպասեմ։ Լավ ջան։ Արգինակ դասական դա։ Իշ, բայց ես քանի վաղտում ոնց որ Տիկոյի հետ մի քիչ ուրիշ ձև ես հա շփվում։ Լավ էլի դավո աղբորպես։ Հետը երկու բար խոսացի դարավ ուրիշ ձև եմ շփվում։ Շահնազյանի հետ հեռաբարով գնալուց հետո ոնց մի քիչ վերաբերմունք ես փոխել։ Արել չի երկարացնեք էլի աղբորպես։ Լավ արգենակ։ Լավ է, շատ լավ է։ Հաստատ մեր դասարանի երեխեքից ինչ-որ մեկի ձեռքի գործն է։ Ուրիշ մեկը չէր գա մտնի մեր դասարան ու այդ ձուկը գցեր ընկեր Մկրտչյանի պայուսակի մեջ։ Եթե տղեկը ասում են, որ իրանք չեն, ուրեմն հաստատ իրանք չեն։
Հաստատ մեր դասանում սուտ երթում ուտող տղա չկա։ Թե ես սխալվում եմ ու կա։ Նեղացնում ես, ախպեր ես։ Ես էլ ավելացնելու բան չունեմ, Դավիթ ջան։ Հաստատ աղջիկներն չեն արել, ուրեմն ուրիշ դասանից անողը։ Հալավ իմաստը։ Պարզ չի միշ ջան, ուզել եմ բոչկա գլորեն դարսանի վրա։ Ճիշտ ասում, կարող է ինչ-որ մեկին վատություն ենք արել, իրանք էլ ուզեցել են մուռ հանել։ Լավ էլի նար։ Կարող է դասատուների գլխին լիքը անախորժություններ ենք բերել, բայց երեխեքի հետ միշտ լավ ենք եղել։ Ես որ պատկերացնում եմ, թե մեզ ինչ է սպասվում, ուղղակի սարսափում եմ։ Ու ինչի համար։ Ինչա ինչ-որ մեկի մտքով տենց հիմար բան է անցել։ Արս դու հանգիստ եղի մենք բոլորս Տիկին Արաշացյանի թիկունքին կանգնեցինք ու վստահ եմ, որ մենք կապ չունենք ոչ մի բանի հետ, այնց որ կարաս հանգիստ լինես։ Իսկ կարող է մամատ ինչ-որ մեկին վատություն է արել։ Ասենք օրինակ ցածր է գնահատել։ Չէ, այդ անհնար է։ Մաման միշտ արդար է գնահատում։ Ու դժվար թե ինքը միտում նա որ ինչ-որ մեկին ցածր դներ։ Արս ճիշտ է, դու Տիկին Արաշացյանին չես ճանաչում, բայց ոչինչ։ Հեսա որ ճանաչես դու էլ կհասկանաս, որ տես բան անհնար է անել Տիկին Արաշացյանը։ Այնց որ ստեղ մի ուրիշ բան կա։ Ամեն դեպքում պետք է բոլոր տարբերակները քննարկել։ Մար, բայց դու հավատում ես, չէ՞ որ այդ ծուկը իրոք մեր ձեռքի գործը չի։ Բայց դա դեռ պետք է ապացուցել։ Երեխեք ես շատ սոված եմ։ Ուզում էի գնայի հաց ուտեի, Ֆարադեյը չթողեց։ Գոնե հիմա գնամ հաց ուտեմ, որ Մկրտչյանը զորքով գա, կարողանամ պայքարել։ Ինչ էլ ախորժակ ունես, այդ զզվելի ձուկը տեսնելուց հետո մի քանի օր բան ուտել չի լինի։ Վայ բա հոտը։ Հա, բայց ահագին անցել է։ Չոփ դուրս գալուց դուռը բաց կթողնես, դասարանը օդափոխվի։ Okay։ Երեխեք պատրաստվեք։ Ինչ ա եղել, չոփ։ Գալիս է զորքով լանջումին, որ մեզ մի լավ տանջումի։ Նստեք։ Ես այնքան բարկացած եմ ձեզ վրա, որ նույնիսկ ձեզ բարևելու ցանկություն չունեմ։ Եվ այստեղ մնալու երկար ցանկություն չունեմ, այնպես որ արագ ասեք, թե ով է այդ տհաճ արարքի հեղինակը։ Եթե չասեք, կպատժվեք բոլորդ։ Հենց հիմա խոստովանեք, ով է այդ ձուկը գցել Տիկին Մկրտչյանի պայուսակի մեջ։ Տիկին Արաշացյան ճիշտ ասած, մինչև ձեր գալը մենք հենց դրա մասին էլ խոսում էինք։ Իրականում մենք գաղափար չունենք, թե դա ով կարող արած լինի։ Սուտ է։ Լկտի սուտ է։ Ես նրանց զգուշացրեցի, որ հաջորդ ժամին գրավոր են գրելու, որից հետո պայուսակը թողեցի դասարանում եւ դուրս եկա։ Վերադարձա դասարան, գարշելի հոտ էր գալիս դասարանից։ Ես նրանց խնդրեցի, որ բացեն իրենց պայուսակները, բայց հրաժարվեցին։ Պնդեցին, որ ես բացեմ իմ պայուսակը, որտեղ եւ հայտնաբերվեց ձկան լեշը։ Հա, ճիշտ ասում, այսքան ձուկ էր։ Չէ, կներեք, այսքան։ Նենց էլ տհաճ հոտ էր բուրում։ Հա, ամեն ինչ իրոք եղել է նենց, ոնց որ Տիկին Մկրտչյանը ասում է, բայց մենք հաստատ չենք իմացել, որ դրա մեջ տենց բան կա։ Այդ դեպքում ինչի եք ստիպել Տիկին Մկրտչյանին բացել իր պայուսակը։ Որտեղից գիտեիք, որ պայուսակի մեջ է գտնվում ձուկը։ Ես չեմ հասկանում, ով է ձեզ այդպիսի համարձակություն տվել, բացել ուսուցչի պայուսակը։ Տիկին Լանջունի, մեզանից ոչ ոք իրան նման բան թույլ չէր տա։ Մենք ոչ տեսել ենք, ոչ էլ գիտենք ով է արել։ Տիկին Լանջունի, Տիկին Մկրտչյան, Տիկին Արաշացյան։ Ես ես հավաստիացնում եմ, որ մեր դասարանը այդ դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Չգիտեմ, եթե կարիք կա, անգամ չգիտեմ, կարող ենք մեր դասարանի տղաներով երթվել, որ այդ դեպքի հետ կապ չունենք։ Դե իսկ աղջիկների մասով էլ ինձ թվում է պարզ է, էլի, որ տենց բան չէին անի։ Տիկին Լանջյանը, ես իմ դասարանի աշակերտներին հավատում եմ։
Ինչ հոտ է։ Ես չի վիճակդ Ֆարադեյ։ Դուխինե ջան, այս ամեն ինչի մեղավորը մեր այն ոչ բարով խերով գոլեգա Մկրտչյանն է, պատմության դասատուն։ Նա է ինձ փչացրել ու այս հոտը գցել ինձ վրա։ Չհասկացա Մկրտչյանը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Ասեմ, ես Շահնազարյանի հետ Բաքվում խոսում էի, նա հոտած ձուկը վերևից գցեց ինձ վրա։ Ես տեսել եմ իմ աչքով եւ նույնիսկ Շահնազարյանն է տեսել, Շահնազարյանը վկա։ Չհասկացա։ Բա ինչի՞ շարը գցում երեխեքի վրա։ Այդ զգամ պատմությունա։ Ասեմ ու իմանաք, երեխաները ընդհանրապես մեղավոր չեն, դա Մկրտչյանն է մեղավոր, նա է այդ ամեն ինչի հեղինակը եւ փշրեց իմ ողջ երազանքը, նա մեկ վայրկյանում փակեց այդ պատմության էջը։ Լավ, Վարի, մի նվնվա։ Հիմա Արևշատյանը ավելի վատ վիճակում է։ Դուխինե, ով դու շատ լավ գիտես, որ ես այս հագուստի վրա մի ամբողջ կարողություն էի ծախսել, իսկ հիմա վերածվել եմ մոխրոտի։ Լավ, Ֆարադեյ, մենք քեզ էլի հագուստ ենք գնել, կփոխես, սա կտանես քիմ մաքրման։ Դե հույս ունեմ, որ ես հոտը կացնի, վճտված հոտա։ Այո, ինձ չեմ կարողանում։ Էս եղա Ֆարադեյ, արի։ Ֆարադեյ, մենք էլ ամբողջ դպրոցով ընկած քեզ ենք ման գալիս։ Նանջունին էստեղ, հա։ Արևշատյանի ու Մկրտչյանի հետ բարձրացել է 11-ի։ Ուրեմն շուտ դուրս չիկա, շատ լավ է։ Սկսի։ Ես խնդրում եմ պահի Թորոս ջան։ Ֆարադեյ, ձեռքդ պահի։ Հիմա ես այնպես կանեմ, որ քո վրայի բոլոր փուֆիկ հոտերը կվերանան։ Ձեռքդ պահի։ Ապրես։ Մի րոպե, սա ինչ է։ Հոտ քաշի կտեսնես ինչա, վայ։ Ինչ անուշ է բուրում։ Աբա։ Այս մեկը ավելի շատ։ Ընտիրա Ֆարադեյ ջան, բա մենք չենք թողի քո վրայից այդ հակասանիտարա հիգենիկ հոտը գալ։ Օրենք էլ այդ մարդ չէ, կարող ենք ուզում քեզ այդ մի քիչ ասել, խոսել, շփվել, զրուցել, դեսից, դենից, բանից, լավ է, չէ։ Շատ անուշ է բուրում։ Ամբողջ դպրոցում կլինի Ֆարադեյի հոտը եւ այդ հոտից ով կգժվի Լիդիան, այո։ Ճիշտ է, մի քիչ այսպես աղքատ տոնածառի ես նման, բայց ոչինչ, գոնե այդ շան հոտը չի գա։ Երեխաները խր շատ լավ գիտեք, որ եթե ինձ ասեք ճշմարտությունը, ձեզ համար շատ ավելի լավ կլինի։ Ախր Տիկին Արևշատյան, այս անգամ իրոք մեզանից ոչ մեկ կապ չունի այս ամեն ինչի հետ։ Ու բացի այդ էլ Տիկին Արևշատյան, մենք էլ ձեզպես փորձել ենք բարձել թե ով է հնարավոր անի հետ, բայց չի ստացվել։ Բայց պետք է որ արդեն հասկացած լինեիք, որ այս պատասխանը ոչ Տիկին Լանջյանը, ոչ էլ Տիկին Մկրտչյանին չի բավարարելու։ Եվ նրանք մինչև վերջ փորձելու են պարզել, թե ով է այս ամենը կազմակերպել։ Եվ եթե նույնիսկ չպարզեն, միևնույն է, բոլորդ պատժվելու եք։ Սխալ դասարան եմ ընտրել։ Բայց ինչի պետքա պատժվենք մի արարքի համար, որը չենք արել։ Այդ դեռ ապացուցել է պետք։ Իրականում ապացուցելը պարտավոր է մենակ մեղադրող կողմը։ Մի րոպե, վերջ։ Այս ինչ քննարկումներ են։ Ինչ ապացույցներ, ինչ մեղադրող կողմ։ Եվ հետո ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նմանատիպ պատմությունը մեր դասարանի համար դա առաջին դեպքը չէ։ Եվ եթե առաջին դեպքը լիներ, գուցե Տիկին Լանջյոնին հավանական համարեր, որ այս ամենը պատահականություն է։ Կամ նման մի բան։ Ճիշտ է։ Պապս ասում է մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Իրոք այս անգամ մեղավոր չենք Տիկին Արևշատյան։ Մեկը ինչ էլ ասում ենք, մեզ ոչ մեկ չի հավատում։ Այդ երբ են հավատացել, որ մենակ մեղադրեն։ Այդպես մի խոսիր, Ռեբեկա, արդար չես։ Բայց ճիշտ եմ ասում, Տիկին Արևշատյան։ Ինչ ասում ենք, մեզ ոչ մեկ չի հավատում։ Մենակ մեղադրում եք։ Ոչ ոք չի մեղադրում։ Պարզապես կա իրողություն, որը անտեսել հնարավոր չէ։ Այս դեպքում հնարավոր չի շնչել։ Դրջացեք։
Հավաքվեք վերջապես, ավելի շատ ավելի լուրջ է, քան կարող եք պատկերացնել։ Լսում եմ իմ կյանքի արևաշող։ Ինչպես ես, իմ ռիմա։ Ախ, ներսես, տապալված եմ։ Այլևս չեմ կարող դիմանալ այս անվերջ պայքարին։ Երանի այստեղ լինեիր ու սփոփեիր ինձ։ Իսկապես, երանի այդտեղ լինեի, որ կարողանայի բոլոր չլուծված հարցերի պատասխանները գտնել։ Ինչ է պատահել իմ ներսես։ Ես մտահոգության նոտաներ եմ լսում քո ձայնի մեջ։ Ախ, Ռիմա ջան, ես չգիտեմ ինչ անեմ իմ աղջկա հետ։ Լիզյան ու Կարոն հետ ստորը նորից միասին են։ Ես զարմանում եմ ոնց կարելի է դրանից ազատվելուց հետո նորից միանալ։ Լսի դու ոնց է, որ դպրոցում երկուսին էլ աչքի տակ ունենալով չես նկատել, որ էլի մտերմացել են։ Ներսես, ես չեմ նկատել, ներսես ես հիմա պիտի անջատեմ, որովհետև իմ անհետաձգելի գործերը կանչում են ինձ, կներես ներսես, ես հիմա պիտի անջատեմ, երեկոյան կխոսենք, դուխին է, ես նվաղում եմ դուխին է, ես այլևս ուժ չունեմ, նվաղում եմ, Դվեց, ես որ իմանես այս փոփոխություններ ա եղել, հաստատ խաչապուրի խանութից չի առնի։ Բա որ դու իմանաս ով է աշխատացնելու այս բուֆետը ոնց ուրախանաս Ջորջ ջան։ Բայց լավն է թարմացումները։ Շատ է դուրս գալիս։ Չոքմոն իրան գտավ։ Ուղղակի չեմ հասկանում, ինչի բոլորի ստիպեցիք, որ գանք բուֆետ։ Հայելի, մեկը իմանա պարապենք։ Միշ, բայց ինձ էլ չասեցիր, ինչի համար էստեղ եկանք։ Մարս, ես էլ չգիտեմ հələ։ Ուղղակի Արտուրը ասեց եկեք, անակնկալ ունեմ բոլորիդ համար, տենց։ Երևի հաճախորդները քիչ են կանչելա, որ առևտուր անենք։ Ինչքան չարություն կա մեջդ, Ռեբեկա։ Բանի տեղ մի դիր։ Բարև երեխեք ջան, ինչ լավ որ եկել եք։ Որ ասես ինչի համար ենք եկել, լավ կլինի, գիտես։ Ռեբեկա ջան, մի րոպե կհանգստանաս։ Կասեմ, հենց հիմա էլ կասեմ։ Ես ես բոլորիս թե կանչել եմ, որտեղ մենք հյուր ունենք եւ կարծեմ բոլորը շատ ուրախ կլինեք իրան տեսնելու։ Երեխեք, Նոբայքի։ Դու ինչի՞ չես գնացել մեր շնորհված բուֆետ։ Դե ոչ Արթուրին եմ ճանաչում, ոչ էլ մտածում եմ այդ անակնկալը իմ համար։ Բայց ո՞ղի չես գնացել։ Թե համարյա նույն կարգավիճակում ենք։ Իսկ ինձ թվում է, որ չես ուզում Միշոյի հետ հանդիպես, որ ավելորդ անգամ թեմա չլինի։ Նար, դու հո գիտես, որ ես թեմայից փախնող չեմ։ Գիտեմ։ Թե որ գիտես, արի քեզ տուն ճանապարհեմ։ Ոնց որ սովորություն ես սարքում, հա ինձ տուն ուղեկցել եմ։ Ինչի դեմ ես։ Չգիտեմ, բայց դու ոնց որ ավելորդ անգամ չէիր ուզում, չէ՞ Միշոյի հետ թեմա ունենայիր։ Նար, իմ ու Միշոյի թեմաները Մարի հետ են մենակ կապված։ Կարող է հիմնական պատճառը Մարին է, բայց Միշոյին իմանալով ինքը քո ներկայությունը ցանկացած իրավիճակում չի հանդուրժում։ Հաս, բան չի չէր ասել, որ Ջորջը գալու է։ Ես էլ չգիտեի, չտեսար ոնց զարմացա։ Ճիշտը որ ասեմ, ոչ մեկի չի ասել, ուզում եմ սուրպրիզ մնար։ Իբր տենց սրտատրոփ սպասում ենք, դու էլ եկար, որ սյուրպրիզ անես, էլի։ Դու մեկը բնավորությամբ չես փոխվում։ Կարող է չես ասել, որ կանֆետ ու ծամոն չուզենք Ամերիկայից։ Ջորջ ջան, ոնց տեսնում ես, մենակ մագան չի, որ բնավորությամբ չի փոխվել։ Մեր չոպն է, նույն չոպն է։ Լուրջ եմ ասում, նենց ուրախ եմ, որ ստեղ եմ։
Նենց է ձեզ կարոտել ու ուրախ եմ որ ստեմ իմ հայրենիքում։ Մենք էլ ենք շատ ուրախ Ջորջ, իսկ որն է պատճառը, որ հետ եկար։ Կարոտ է Շուշի ջան։ Հայրենիքի նկատմամբ։ Կատակում ես, բայց հա, չդիմացա։ Ջորջ, ճիշտն ասա, քննություններից կտրվել ես դրա համար ես եկել։ Չէ, Ռեբեկա ջան, ինչ ես ասում։ Ուղղակի կարոտ է չի թողեց որ մնամ Ամերիկայում։ Մի վարքան ժողովուրդ ինչ եք վերատվետղում է։ Ջորջ ջան, մենք շատ ուրախ ենք որ եկել ես ու մենք էլ քեզ շատ կարոտել ենք։ Երանի մի օր էլ Էրիկը գար։ Պատկերացրու այդքան ժամանակ այնտեղ ենք եղել, բայց չի ստացեց հանդիպելը։ Էրիկը շատ է ուզում գա, բայց Լավ Շուշի ջան, այդքան մի նեղվեի։ Շուշան շատ ճիշտ է ասում Դավոն։ Ինձ թվում է կարող է մի քիչ էլ սպասենք, երոնը այսեն շատ հաճելի անակնկալանի բոլորիս։ Լավ, մի րոպե։ Ջորջան, բացի այս բարոյա հոգեբանական անակնկալից, ինչ որ նյութական բան բերել ես, ինձ։ Չէ, Թորո ջան, չստացվեց գներես։ Ուղղակի տենց արագի մեջ ամեն ինչ եղավ, չկարծա քեզ նվեր բերեմ։ Ինչպիսի հիասթափություն։ Լավ, կատակ եմ անում։ Վաղը բոլոր նվերներդ հետ կստանաս։ Այսինքն մի հատ չի, մի քանի հատ է։ Հաճելի է, հաճելի է։ Բայց դու ինչ շահամորն ես չոփ։ Առաջոք մի հատ հարց տա մենակ աղբորպես ճիշտը կասես էլի։ Ավելի շատ ուրախացել ես որ այդքան նվերներ ունես, թե որ Ջորջն ա եկել։ Թող այդ մի բանն էլ գաղտնիք մնա։ Իսկ հասով շատ ուրախ է որ Ջորջը եկել է։ Դե դրա համար ճիշտ կլինի իրենց մենակ թողնենք մի քիչ շփվեն ու կարոտներն իրարից առնեն։ Համաձայն եմ։ Սրանք որ սենց չեն խոսում, ներվերս խախտվում է։ Հա, իրանց ընենց են ցույց տալիս, ոնց որ բոլորի մասին մտածում են։ Լավ, հանգստացեք երեխեք լավ։ Լավ, մի րոպե, մագա արդեն մեր գնալու ժամանակն է։ Ջորջ ջան, շատ հաճելի էր որ իրար տեսանք էկրանից այս կողմ, էլի կշփվենք ախպերես։ Իրոք հաճելի էր։ Ջորջ, բա դասի գալու ես վաղվանից։ Հա, վաղ բաման գալու եմ։ Շատ լավ ախպերս, ուրեմն վաղը կտեսնվենք։ Լավ մնա Ջորջ։ Ապրես շատ որ եկար։ Ու նվերներս վաղը չմոռանաս։ Հա։ Հիմա գնանք։ Դավ։ Պակա։ Բակա երեխեք։ Պակա։ Անդրամալիր ես։ Չէ։ Ավելի ճիշտ մի քիչ։ Ջորջի գալը այնքան հիշողություններ արտնացրեց մեջս, այնքան զգացողություններ մար։ Դու պարզապես կույր հավատ ունես եւ վերջ։ Միայն դու ես որ հավատում ես նրանց։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ իմ հավատը կույր չէ։ Պարզապես ես վստահում եմ իմ դասարանի աշակերտներին։ Ասեմ ավելի, մերակ ես գիտեմ այդ թերության մասին։ Մեկը։ Ահա որ կնամոնա, ահա որ լուրջ եմ ասում։ Եթե դուք Տիկին Մկրտչյան անընդհատ պատիժ պահանջեք երեխաների համար, ուրեմն դուք էլ անպատիժ չեք մնա։ Չհասկացա, ինչ ես ուզում դրանով ասել դուխիկ։ Մտածում եմ ուսումս Ամերիկայում շարունակեմ։ Մենակ թե քո կողքին լինեմ։ Չէ, հաս։ Դու չես դիման Ամերիկայում։ Հայրենիքից դուրս։ Դե, եթե դու կարող ես, ես էլ կկարողանամ։ Կարամ մի բան էլ ասեմ։ Ինչ։ Գիտեիր, որ Կարոն հիվանդ է։ Էլ չեմ ուզում ոչ մի բան լսեմ։ Դու ես ինչ տեսակ մարդ ես, հա։ Ինչ տեսակ։ Մեր մասած տարօրինակ։ Տեսնում ես, որ տրամադրություն չունեմ, միևնույն է քոնն ես առաջ տանում։ Միշան չպատասխանեց։